Ավարտին մոտեցավ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցումային վերջին օրը Հայաստանը ներկայացված էր կանանց և տղամարդկանց պայքարում մեկական մասնակցով։ Գերքաշային կանանց պայքարում Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 ու 106 կիլոգրամ կշռող ծանրաձողը։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 125 կիլոգրամ։ Երկամարտի 231 կիլոգրամ արդյունքով Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ տեղը։ Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները թողնելով մրցահարթակին, այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։ Գերքաշային տղամարդկանց պայքարում Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200 և 210 կիլոգրամ, հրաժարվելով երրորդ մոտեցումից։ Հայ մարզիկը առաջին մոտեցման պոկում վարժությունում դարձավ միանձնյա առաջատար 8 կիլոգրամ գերազանցելով անմիջական մրցակցին։ Հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը հրեց 241 կիլոգրամ կշռող ծանրաձողը։ Վրացի նախկին ծանրորդ, Վրաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Լաշա Տալախաձեի բացակայությամբ Լալայանը փորձեց երկամարտում սահմանել Եվրոպայի ռեկորդ, որն է 463 կիլոգրամ, սակայն երկրորդ և երրորդ մոտեցման ժամանակ ծանրաձողը Լալայանին չենթարկվեց։ Այսպիսով երկամարտի 451 կիլոգրամ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձավ հին աշխարհի եռակի չեմպիոն։ Հավելենք, Տալախաձեն մարզական կարիերան ավարտելուց հետո նշել էր, որ այսուհետ այս քաշային կարգում Լալայանն է պայքար թելադրողը։ Դիտեք հայ ծանրորդի վերջին մոտեցումը և պարգևատրումը առանց մեկնաբանության։ Ապահովության համար պետք է այսպես սկսել, առավել ևս որ սա էլ է ապահովում չեմպիոնություն։ Կանգնեց, հանգիստ կանգնեց։ Եվ երկրորդ հատվածը հրեց ու պահեց Վարազդատ Լալայանը Եվրոպայի եռակի չեմպիոն է արդեն և նա հաստատում է, որ Լաշա Տալախաձեի կարիերան ավարտելուց հետո քաշային այս կարգում հավասարը չունի։ Հիմա նա է այստեղ իշխում և խորհրդանշական է, որ դա անում է Վրաստանում, Բաթումիում Լաշա Տալախաձեի աչքի առջև այսպիսի ելույթ գրանցեց Վարազդատ Լալայանը 241 կիլոգրամով նա առաջին։ Եվ ոսկե մեդալ Եվրոպայի չեմպիոնի կոչումը 451 կիլոգրամով նվաճում է Վարազդատ Լալայանը, Հայաստան երրորդ չեմպիոնությունը Եվրոպայում և Տալախաձեն անձամբ հանձնում է մեդալը դրամական պարգևն ու շնորհավորանքներն ուղղում ու մեր երկրպագուների վանկարկումները իհարկե։ Վարազդատ, նա այստեղ գլխավոր աստղն է, նա ուժեղագույնն է գերծանր քաշային կարգում։